Բարև ձեզ, այս տեսանյութում ես ձեզ նախնական գիտելիքներ կտամ շրջանագծի և շրջանի մասին։ Ինչ է շրջանագիծը։ Շրջանագիծ է կոչվում այն երկրաչափական պատկերը, որը կազմված է հարթության այն բոլոր կետերից, որոնք գտնվում են տրված կետից տրված հեռավորության վրա։ Տրված կետը կոչվում է շրջանագծի կենտրոնը։ Տեսնում եք այստեղ շրջանագիծ, ներսում, կենտրոնում ես կետ եմ նշել, սա հենց շրջանագծի կենտրոնն է։ Կետը շրջանագծի որևէ կետի միացնող հատվածը կոչվում է շրջանագծի շառավիղ։ Հիմա ես շառավիղ գծեմ, որպեսզի բոլորը տեսնեք։ Հիմա ես շրջանագծի կենտրոնից կտանեմ շառավիղ, այսինքն կենտրոնը միացնում եմ շրջանագծի ցանկացած կետին։ Ահա։ Սա շառավիղ է։ Շառավիղը նշանակում ենք R տառով։ Հիմա ես մեկ այլ շառավիղ տանեմ կենտրոնից։ Կենտրոնը միացնում եմ այս կետին։ Սա նույնպես համարվում է շրջանագծի շառավիղ։ Այս երկու շրջանագծի շառավիղները ունեն միևնույն երկարությունը։ Սրանից հետևում է, որ շրջանագծի բոլոր շառավիղները իրար հավասար են և ունեն միևնույն երկարությունը։ Հիմա խոսեմ լարի մասին։ Ինչ է լարը։ Շրջանագծի երկու կետերը միացնող հատվածը կոչվում է լար։ Ես միացնեմ շրջանագծի որևիցե ցանկացած երկու կետ, այս կետը միացնում եմ այս կետին, ահա, և ստացվում է լար։ Տեսեք, սա լար է, սա լար է։ Այսինքն ցանկացած կետ ես կարող եմ միացնել լարով։ Տեսեք, սա նույնպես լար է։ Շրջանագծի կենտրոնով անցնող լարը կոչվում է տրամագիծ։ Գծեմ տրամագիծը, որպեսզի հասկանալի լինի։ Ինչպես տեսնում եք, սա շրջանագծի տրամագիծն է։ Տրամագիծը երկու անգամ մեծ է շառավղից։ Այն նշանակում են լատիներեն D տառով։ Քանի որ տրամագիծը երկու անգամ մեծ է շառավղից, հետևաբար այն ձևակերպվում է հետևյալ բանաձևով. D-ն հավասար է 2R, այսինքն տրամագիծը գտնելու համար շառավիղը բազմապատկում ենք 2-ի, իսկ եթե մենք ունենք տրամագիծը, բայց չունենք շառավիղը, ապա տրամագիծը բաժանում ենք 2-ի շառավիղը գտնելու համար։ Հարթության այն մասը, որը սահմանափակված է շրջանագծով, կոչվում է շրջան։ Շրջանի մեջ ներառվում է նաև նրան եզերող շրջանագիծը։ Այսինքն շրջանը շրջանագծի ներսում և նրանով սահմանափակված հարթությունն է։ Շրջանի մեջ ներառվում է նաև նրա եզրագիծը։ Իսկ շրջանագիծը միայն այն կետերի բազմությունն է, որոնք կենտրոնից գտնվում են հավասար հեռավորության վրա։ Շրջանի ներսում գտնվող հարթությունը շրջանագծի մեջ չի ներառվում։ Այսքանը, եթե հավանեցիք տեսանյութը, կարող եք լայք դնել։ Խորհուրդ եմ տալիս բաժանորդագրել իմ յութուբյան ալիքին նման հետաքրքիր ուսուցողական տեսանյութերը բաց չթողնելու համար։